Շնորհակալություն։ Առաջին հարցը վերաբերում է խոսքի ազատությանը։ Ամեն անգամ, երբ ես այստեղ ձեզ հարց եմ հնչեցնում, դրանից հետո ինձ տարբեր ընկերներ զանգում են եւ բարեկամաբար հորդորում են զգույշ լինել, որովհետեւ մի օր գլուխդ կուտեն, մի օր կձերբակալեն, չգիտեմ, պայծեստում մի բան կանեն քեզ հետ։ Ինչպես տեսնում եք, ես հիմա այստեղ եմ ողջ առողջ, ոչ ձեր կողքին, բայց ձեր առջև կանգնած։ Այս իմաստով, բայց սա դեռ չի, այսքանով չի սահմանափակում ամեն ինչ, իհարկե ֆիզիկական բռնության չեմ ենթարկվել, բայց ենթարկվում եմ հոգեբանական եւ այլ տեսակի արշավանքների, ձեր հետևորդների, աջակիցների, թիմակիցների եւ թույլ տվեք ասել զոմբիների կողմից, այդպես շատ են ձևակերպում։ Նույնը տեղի ունենում նաեւ դեպ Ռոբերտ Քոչյանի հետ կապված, երբ որ իր մասին մի թթու խոսք եմ ասում կամ հրապարակում, իր այսպես ասած զոմբիներն են հարձակում ին վրա եւ ինչպես ձերոնք են հայոյանքներ, սպառնալիքներ, սուր տեղեկություններ տարածում, այնպես էլ Քոչարյանի հետևորդները, աջակիցներն ու զոմբիները։ Եվ սա այն կոնտեքստում, երբ որ դուք կառավարությունը հռչակել է ծրագիր, որով պետք է ատելության խոսքի դեմ պայքարի, այսպես է պայքարում ատելության խոսքի դեմ, եւ միևնույն ժամանակ օրինակ հրապարակ թերթի խմբագիր ձեր նախկին գործընկերոջ մի 1 տարի առաջվա հրապարակման մեջ քննչական կոմիտեն չգիտես ինչու ինչ-որ սահմանադրական կարգի տապալման սպառնալիք էր տեսել, հետո որոշեց, որ պետք է կարճի։ Նախ եկեք արձանագրենք հետևյալը։ Եթե եկեք մենք կողմնորոշվենք, մենք ատելության խոսքը ուզում ենք համացանցում քրեորեն պատժելի դարձնենք, թե կամ որևէ ձևով պատժելի դարձնենք, թե չէ, որովհետև ընտրանքային, երբ որ համապատասխան մարմինները գործում են, հակառակ աղմուկն է տեղի ունենալու։ Այդ բուլինգը, որ կա համացանցում, այդ ինչ եք դուք ձեզ տենց առանձնահատուկ դափնիներ վերագրում։ Բոլորին չէ, բոլորիս։ Այդ ինչի, այդ ներողություն, այդ ինչի ոչ մի անգամ չեք նկատել իմ ընտանիքի անդամների, իմ մանկահասակ երեխաների, մեր թիմի անդամների նկատմամբ տեղի ունեցող բուլինգը։ Ինչի չեք նկատել, որովհետև ազնիվ չեք, որովհետև ոչ միայն ազնիվ չեք, այլև շատ կողմնակալ եւ կողմնապահ եք։ Ինչ վերաբերում է ձեր ասած ձեր սպառնալիքներին, որ դուք հերոսաբար կենթանի եք մնացել եւ եկել այստեղ կանգնել, ես ձեզ ուզում եմ մի գաղտնիք ասել։ Ձեր 90%-ը 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում քվեարկելու է մեր օգտին։ Գիտեք ինչի, որովհետև դուք ինձնից լավ գիտեք, որ հակառակ որևէ պարագայում այդ այսօրվա ընտրանքի իշխանություններից որևէ մեկի պայմաններում ձեզ այս նույն գործունեության համար սպառնում է հաշմանդամություն առնվազն։ Դուք դա ինձնից լավ գիտեք եւ ես ձեզ բոլորիդ վերաբերվում եմ որպես մեր ընտրողի։ Դուք չեք կարող ուղղակի 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում մեր օգտին չքվեարկել, որովհետեւ հակառակ դեպքում դուք մինիմում մնալու եք անգործ, մաքսիմում ձեզ սպառնում է հաշմանդամության գուցե թեթև, բայց կար եթե շարունակեք օգտվել այնպես ձեր խոսքի ազատության իրավունքից, ինչպես հիմա եք օգտվում։ Ինչ վերաբերում է կոնկրետ դեպքերին, էլի ուզում եմ արձանագրել, որ գիտեք ինչ, ասենք մարդկանց ես աղմուկա, աղաղակա, ինչ որ հետապնդում են, կալանավորում են, հետաքրքրվում եմ ինչ է տեղի ունեցել։ Պարզվում է տեղի է ունեցել այդ հայտարարությունն եմ անում։ Պարզվում է տեղի է ունեցել հետևյալը, մարդուն հրավիրել են ասելու, որ վարույթը կարճվում է։ Հասկանում եք, օրենք կա, պետք է մարդուն տեղեկացնեն, որ վարույթը կարճվում է, ընթացակարգ կա։ Երկրորդը ասում են, որ բանա, խախայցով դիմելա դատարան։ Այսինքն դուք մտածում եք, որ կարա որևէ լրատվամիջոց գրի, որ Հայաստանի Հանրապետության վարչապետը աշխատակցի հետ ակնարկ կանի, որ Հայաստանի Հանրապետության վարչապետը աշխատակցի հետ իր սենյակում ինտիմ հարաբերություններով զբաղված ու դա պետք է մնա անարձակակ, ձեռ եք առնում։ Ու դուք խոսում եք արժեքների մասին։
Այդ մարդիկ են, որ չգիտես ում սենյակում, ում հետ ինչով են զբաղված, ուզում են ինձ անձի հարց չի ստեղ։ Ստեղ կարգավիճակի, այսինքն դուք ուզում եք ասեք, որ ես Հայաստանի Հանրապետության վարչապետի կարգավիճակը եւ Հայաստանի Հանրապետությունը չեմ հարգում, մտքներով է չանցնի։ Օրինական բոլոր ձևերով կստիպեմ, որ դրա հետևանքները կրի ով ուզում է լինի, որովհետեւ ինչպես հայտնի հերոսն է ասում, задержаву обидно։ Ես անձնական խնդիր չեմ լուծում։ Վար Մակարյան, ունեք երջանք Բայց նախին ես սուր քննադատել եմ ու հաշմանդամ չեմ դարձել։ հաջորդ հարցը Արմինով։ Դուք Իսկ նախորդ ասուլիսի ձեզ թողեցի, պարոն Մակարյան, չթողեցի, չէ՞, շնորհակալություն։